2026 թվականի փետրվարի 7-ից կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 115 քրեական վարույթ, որոնցից 77-ը վերաբերվել է Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքին, 24-ը Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, 11-ը Հայաստան կուսակցությունների դաշինքին, 61 քրեական վարույթներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 242 անձի նկատմամբ, 100 մեղադրյալի նկատմամբ ընտրվել են անազատության հետ կապված խափանման միջոցներ, մասնավորապես 52-ի նկատմամբ կալանք, 48-ի նկատմամբ տնային կալանք, 120 մեղադրյալի նկատմամբ ընտրվել են այլընտրանքային խափանման միջոցներ, այդ թվում 20-ի նկատմամբ վարչական հսկողություն, 100-ի նկատմամբ բացակայելու արգելք։ Բացի այդ, 19 անձանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ 54 անձանց վերաբերյալ 14 քրեական գործ ավարտվել է մեղադրական եզրակացություն կազմելով։ Նույն ժամանակահատվածում հակակոռուպցիոն կոմիտեում ստեղծված օպերատիվ շտաբի կողմից մշտադիտարկվել են 73 լրատվական և 27 սոցիալական կայքերի հրապարակումներ։ Շտաբի մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել է առերևույթ կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների հատկանիշներ պարունակող 47 ահազանգ, որից 12-ը թեժ գիծ ծառայության միջոցով։ Հակակոռուպցիոն կոմիտեն շարունակելու է հետևողական պայքարը կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեմ և խստորեն վերահսկելու է հետընտրական գործընթացում հնարավոր իրավախախտումները։ Քաղաքացիներին կոչ ենք անում պահպանել օրինականությունը, դրսևորել պատասխանատու վարքագիծ և զերծ մնալ ընտրական գործընթացի վրա ցանկացած ապօրինի ազդեցությունից։